արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում ընդգծված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական։ Այսինքն սա արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Ինչ վերաբերվում է ձեր ասած մյուս ուղղություններին, այո, մեր հետախուզությունը արձանագրել է այդ խնդիրները և մենք այդ խնդիրները ինչպես ենք տեսնում։ Նախ ես ձեզ ասեմ ծախսերի հետ կապված, ի վերջո մենք նախկինում առնվազն ներկաների մի մասը նախկինում եղել է մի երկրի քաղաքացի, որը փլուզվել է այդ թվում սպառազինությունների ինքնամոռաց մրցավազքի մեջ մտնելու համար։ Մեր ռազմավարությունը հետևյալն է, մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք և ես կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում, ընդ որում ես արդեն հրապարակային ասել եմ և անձամբ իմ ուղեկցությամբ առնվազն 2 խումբ այցելել է և մենք ցույց ենք դրել, այդ թվում հանրության բացի այդ խմբից այլ խմբեր էլ են եղել, մեր ռազմավարությունը այն է, դա է, ինչ վերաբերվում է խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման հարցերին, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք մեր դիվանագիտական աշխատանքը, բայց ես նաև ուզում եմ մենք բոլորս արձանագրենք նաև այն մթնոլորտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում, սկսած հռետորաբանությունից և Հայաստանի և Ադրբեջանի կողմից, այդ հռետորաբանությունը արդեն իսկ որակական փոփոխության առաջին նշաններն է ցույց տալիս և ես ուզում եմ դա ողջունել, երկրորդը ուզում եմ այսօր ես իմացա, որ Հայաստանի վառելիքի շուկայում օրինակ դիզվառելիքի գնի մոտ 20%-ի նվազում ա եղել, դա ուզում եմ մենք գնահատենք այդ թվում Հայաստանում սպասվող գյուղատնտեսական աշխատանքների և այլնի ֆոնին, իսկ այն խնդիրները, որ արձանագրել է արտաքին հետախուզության ծառայությունը, այդ խնդիրների շուրջ մենք աշխատանքը շարունակում ենք, բայց այդ աշխատանքը ուղղված է լինելու խաղաղության ամրապնդմանը և այն դրական բովանդակությունը, որ այս ընթացքում ձևավորվել է, այդ դրական բովանդակությունը ընդգծելուն, շեշտելուն, այդ դրական բովանդակության վրա հենվելուն։ Ինչ վերաբերվում է անվտանգության հնարավոր ռիսկերին և սպառնալիքներին, Հայաստանի պետական համակարգը անընդհատ դա վերլուծում է և այդ ուղղությամբ բոլոր ծառայությունները առաջին հերթին դիվանագիտական իրենց աշխատանքը անում են և մենք այսօր կենտրոնացած ենք լուծելու, իմիջիայլոց նաև վերջերս շատ ուրախ եմ, որ Ադրբեջանում պահվող ևս 4 անձ վերադարձավ Հայաստանի Հանրապետություն, այսինքն ես կարծում եմ, որ բայց մյուս կողմից էլ իներցիոն պրոցեսներ կան, մենք այդ իներցիոն պրոցեսների հետ պետք է հանգիստ, հանդարտ, խաղաղության վրա կենտրոնացած, հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի ցուցաբերմամբ աշխատենք, բայց Հայաստանի Հանրապետությունը երբեք և ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել և չի կորցնելու, բայց էդ էլ եմ ձեզ ուզում ասել, որ այսօր 2026 թվականի այսօր հունվարի 21-ի դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է, կատարյալ խաղաղություն։